արդեն կարելի է ասել ավանդույթ դարձած այս օրերի առիթով հանդիպում ենք եւ սա նաեւ հնարավորություն է որպեսզի միասին փորձենք հասկանալ ինչ աշխատանք ենք արել անցնող ժամանակահատվածում, ինչ է մեզ սպասում գալիք տարում եւ շնորհակալություն հայտնենք այն աշխատանքի համար, որ կատարվում է ոլորտի նվիրյալների կողմից ու կարծում եմ բառերս չափազանցություն չեն, որովհետեւ այսօր մեր թանգարանային ոլորտում աշխատող ուրեմն մարդկանց մեծ մասը իսկապես ոլորտի նվիրյալ է, որովհետեւ ոլորտում արկա խնդիրները, ոլորտում արկա նաև սոցիալական հարցերը այնպիսին են, որ շատ տևական ժամանակ այստեղ աշխատանքը պետք է պահանջեր իրապես նվիրվածություն, սրտացավություն եւ շատ մեծ ոգեշնչվածություն, որպեսզի այդ աշխատանքը լիներ նաև շարունակական։ Իհարկե սա այն չի նվեն որակյալ եւ սրտացավ աշխատանքի վրա, բայց այդ աշխատանքը նաև պետք է պատշաճ գնահատվի։ Եվ այդ աշխատանքը պետք է նաև իր գնահատականը ստանա, ոչ միայն խոսքով, այլ պետք է գնահատականը ստանա աշխատանքային այն պատշաճ պայմաններով, որոնք որ պատշաճ են այդ աշխատանքին։ Եվ սա է նաև մեր քաղաքականության հիմքում, եւ նաև սա է ընկած մշակույթի զարգացման ռազմավարության հիմքում, որտեղ մենք մշակույթը դիտում ենք որպես ինքնաբավ ոլորտ։ Դա ոլորտ է, որը հանրային զարգացման եւ նաև տնտեսական զարգացման հարցում ունի էական վստահ ենք, որ մեր թանգարանների պոտենցիալը մասնակցելու հանրային կյանքին եւ նաեւ տնտեսական արդյունք ունենալու եւ դրա շնորհիվ նաեւ ուրեմն աշխատանքային այդ միջավայրն ու պայմանները ապահովելու բավական մեծ է եւ դրան են ուղղված մեր ջանքերը։ Ես մի քանի տվյալներ կուզեմ ներկայացնել, որոնցից պարզ է նաեւ թե ինչ աշխատանք է արվում ոլորտում։ Պետք է նշեմ, որ 2024-ի ավարտի դրությամբ մենք մեր թանգարաններում ունեցել ենք ավելի քան ուրեմն 1.245.000 այցելու, որից 50%-ը զբոսաշրջիկներ են, եւ սա կարեւոր է, որովհետեւ թանգարանները նաեւ զբոսաշրջության զարգացման շատ էական մասնակից են եւ ես շատ կարեւորում եմ հնարավորությունները տարբեր երկրների զբոսաշրջիկների համար հասանելի ձևով եւ միջավայրում ապահովելու հնարավորությունը ծանոթանալու մեր մշակութային ժառանգությանը, արվեստի պատմությանը եւ վստահ եմ, որ այս թվերը գալիք ուրեմն ժամանակահատվածում միայն ավելանալու են։ Իհարկե նախորդ տարի մեզ համար շատ կարեւոր էր թանգարանների մասին օրենքի ընդունումը, որը ոլորտի մայր օրենքն է, բայց մեր աշխատանքը չի կանգնել դրանից հետո, մենք օրենքի ընդունումից հետո մեծածավալ աշխատանք ենք արել ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման ուղղությամբ, որոնք հենց թանգարանների աշխատանքը գործնականում կարգավորող եւ այդ հնարավորություններն ու ընթացակարգերը տվող որոշումներն են, եւ պետք է ասեմ, որ արդեն իսկ 24 տարբեր իրավական ակտեր հաստատվել են, ինչը նշանակում է, որ թանգարանների գործունեության գործիքակազմերն ու ընթացակարգերը էապես հաստատվել են եւ մասնավորապես առաջիկայում արդեն պլանավորում ենք, որ առաջին փուլով ապեստավորման գործընթացը կկազմակերպվի Հայաստանի պատմության թանգարանում, ինչպես մշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն ծառայության պոակներում, ինչը հնարավորություն կտա նաեւ այս գործընթացը տեսնել ինչպես է ընթանում, ինչ լավարկման տեղեր կան եւ այնուհետեւ շարունակել աշխատանքը։ Նախորդ եւ այս տարի շատ կարեւոր էր, որովհետեւ մենք դրա շրջանակներում կարողացանք ձևավորել էլեկտրոնային միասնական տոմսային համակարգը, որը գործարկվել է եւ որը նաեւ կարծում եմ մեր թանգարանների այցելուները նկատել կլինեն, որ էլեկտրոնային տոմսային այս համակարգի ինչ գործում նաեւ թանգարան, որը թե հաշվետվողականության շատ կարեւոր գործիք է, համար, թանգարանների համար, ինչպես նաև ավելի դյուրին է դարձնում մեր այցելուներին տարբեր ծառայությունների միասնական տոմսերի գնման հնարավորությունների ընձեռման տեսանկյունից։ Հիմա մենք աշխատում ենք նաև տոմսային համակարգի հարթակում հուշանվերների առցանց խանութի առավել ակտիվ գործարկման ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ սա նաև այն ուղղություններից է, որով մենք պիտի ավելի ակտիվ գնանք եւ հուշանվերների առցանց խանութը հնարավորություն է տալու մի կողմից ավելի տեսանելի եւ հասանելի դարձնել մեր մշակութային ժառանգությունը, որովհետեւ այդ հուշանվերները իրականում արտացոլում են այն
արժեքները, որոնք պահպանվում են եւ ներկայացված են մեր թանգարաններում, եւ այդ իմաստով դարձնում են նաեւ հնարավոր այդ արժեքներին հաղորդակցումը առօրյայում եւ կենցաղում, եւ կարծում եմ, որ դա շատ ուրեմն հրաշալի նաեւ վարքականon է միմյանց տարբեր առիթներին, երբ որ նվեր ընտրելու կարիք ունենք, ընտրել այն, ինչը արտացոլում է մեր մշակութային ժառանգությունը եւ օրինակ ինչի բնօրինակը կարելի է տեսնել այցելելով թանգարան, սա նաեւ հանրահռչակում է թանգարաններին եւ լրացուցիչ առիթ դարձնում ուրեմն ունեցածը ուրեմն հուշանվերի հետևից գնալ եւ թանգարան եւս մեկ անգամ այցելել։ Եվ կարծում եմ, որ սա մի ուղղություն է, որի մասով մենք շատ ավելի ակտիվ ենք առաջիկայում աշխատելու։ Գիտեք, որ ոլորտում ձևավորվել է մշակույթի զարգացման հիմնադրամը, եւ մենք հիմա գտնվում ենք այն փուլում, որ թանգարանների գնումների, հաշվապահության եւ մարքեթինգի գործառույթները այս պահին արդեն պետք է պատվիրակվեն մշակույթի զարգացման հիմնադրամին եւ թանգարանները կկարողանան ամբողջությամբ կենտրոնանալ իրենց բուն գործունեության վրա, ստանալով անհրաժեշտ աջակցությունը եւ հատկապես կուզեի ընդգծել մարքեթինգային գործառույթը, մեր որոշ թանգարաններ կարծում եմ արդեն նկատել եք, որ ունեն նաեւ վերափոխված ներկայացումներ իրենց տարբերանշանի, իրենց նաեւ հանրային հաղորդակցման, առաջիկայում այդ աշխատանքը շատ ավելի տեսանելի կլինի։ Մենք ձեր հետ միասին մի աշխարհում ենք ապրում, որտեղ հանրային հաղորդակցությունն ու մարքեթինգը հնարավորություն է տալիս իմանալ, իրազեկվել, տեսնել, առնչվել եւ հաղորդակցվել, եւ շատ կարեւոր է, որպեսզի դա պատշաճ լինի, որպեսզի այն մեծ աշխատանքը եւ նաեւ մշակութային ժառանգությունը, որ կա թանգարաններում, նաեւ այդ իմաստով դառնա հասանելի։ Մշակում է նաեւ թանգարանների խանութի զարգացման հայեցակարգը։ Մենք առաջիկայում նպատակ ունենք, որ մեր բոլոր թանգարանները այս ենթակառուցվածքները պետք է ունենան, որտեղ որ իհարկե տեխնիկապես դա հնարավոր է կազմակերպել շնքային պայմաններից ելնելով, նախատեսում ենք նաև ավելի ընդլայնել, օրինակ թանգարանային սրճարանների եւ այլ հնարավոր ծառայությունների, եւ սրա նպատակը այն է, որ մարդիկ թանգարան այցելես, քննարկես, առաջ գնաց հաջորդ սրահը եւ այս ենթակառուցվածքներն ու ծառայությունները ուղղված են նաեւ նրան, որ մենք թանգարանների թե տնտեսական գործունեության ակտիվացման հնարավորություն ստեղծենք եւ թե նաեւ ավելի որակյալ միջավայր ստանանք ամբողջական աշխատանքի համար։ Պետք է հիշեցնեմ, որ մենք 23 թվականից վերականգնել էինք թանգարանային հավաքածուները պետական բյուջեի միջոցներով համալրելու գործընթացը եւ արդեն երրորդ տարին այս անգամ դա իրականացնենք, ասեմ, որ արդեն 7 թանգարաններից ունենք ներկայացված հայտեր, շուրջ 60 միլիոն դրամի շրջանակներում, սա օգնում է, որպեսզի մենք չկանգնենք երբեք տեղում եւ կարողանանք մեր թանգարանների հավաքածուները անընդհատ համալրենք։ Ուզեմ հատկապես նաեւ խոսքից վերջում անդրադառնալ մեր կապիտալ հատկացումներին, մենք շատ կարեւորում ենք, որպեսզի թանգարաններում միջավայրը լինի բավարար, արդիական, հագեցված եւ դա կարեւոր է թե աշխատանքային միջավայրի եւ թե նաեւ այցելուներին որակյալ ծառայություններ տրամադրելու տեսանկյունից։ Այդ աշխատանքների շնորհիվ Հայաստանի ազգային պատկերասրահը բոլորովին վերջերս ապրիլի 15-ին արվեստի համաշխարհային օրը վերաբացվեց տևական աշխատանքներից հետո, ովքեր դեռ առիթ չեն ունեցել լինելու, խորհուրդ տան գնալ եւ դիտել հրաշալի ցուցադրություն է։ Մենք կապիտալ ներդրումների ուրեմն աշխատանքներ ենք ունեցել նաև հենց այս թանգարանում, Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում, ընդ որում թե Երևանում եւ թե նաև Դիլիջանում։ Դիլիջանի ուրեմն մասնաճյուղը առաջիկայում կբացվի, բնականաբար ավելի հանդիսավոր պայմաններում, շատ տևական, մանրակրկիտ աշխատանք է արված եւ ես հույս ունեմ, որ դա Դիլիջանում կդառնա եւս մեկ հրաշալի վայր, որտեղ բոլոր այցելուները կլինեն։ Մենք նաև աշխատանքներ ենք իրականացրել Շարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի մշտական ցուցադրության մեկվար եւ բոլորովին պատահական չի, որ այստեղ նաև մեր թանգարանների տնօրեններն են, որովհետեւ նաև պիտի հիշեցնեմ, որ այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը, առանձին կառավարական հանձնաժողով է ձևավորված նաև հոբելյանական տարվա միջոցառումների համար։ Մենք արդեն իսկ մի քանի նշանակալի իրադարձություններ ունեցել ենք, տարվա ընթացքում մեծ բազում այլ միջոցառումներ են սպասվում եւ Տիկին Ավետիսյանը կարծում եմ այդ մասին ավելի մանրամասն կխոսի։ Նաև
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում ենք իրականացրել կապիտալ ներդրումներ, շարունակվելու է եւ վերջում ամփոփելով հատկապես կուզեմ ընդգծել միջազգային համագործակցությունը հարգելի գործընկերներ, որտեղ շատ կարևոր է, որ թանգարանային ցուցադրությունների մակարդակն ու որակը լինի այնպիսին, որպեսզի դա իրոք հանրային ներգրավվածություն եւ նաեւ տեսանելիություն ապահովի եւ պատշաճ ներկայացնի մեր մշակութային ժառանգությունը եւ միջազգային համագործակցությունը մեզ օգնում է թե այդ ստանդարտների հաստատման ուղղությամբ եւ թե նաեւ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք այստեղ ունենանք այնպիսի ցուցադրություններ, որոնք միայն մեր հավաքվածուներով հնարավոր չի իրականացնել եւ մյուս կողմից էլ մեր հավաքածուները ցուցադրենք արտերկրում, դրանով նաեւ մեծացնելով Հայաստանի մշակույթի մասին, ուրեմն իրազեկվածությունը եւ գիտեք, որ մշակութային դիվանագիտությունը դիվանագիտության ամենակարևոր ուղղություններից մեկն է եւ այդ իմաստով թանգարանային համագործակցությունը կարծում եմ ունի շատ մեծ պոտենցիալ։ Պիտի հիշեցնեմ, որ մենք այս ուղղությամբ արդեն շատ ակտիվ աշխատում ենք։ 24 թվականին ունեցել ենք 9 տարբեր ցուցադրություններ միջազգային արտերկրում եւ Հայաստանում։ Բոլորս հիշում ենք եւ բոլորովին վերջերս ավարտվեց ժամանակավոր ցուցադրությունը Մայր Աստվածություն Անահիտից Մարիամ Հայաստանի պատմության թանգարանում, Բրիտանական թանգարանի հետ համատեղ, դա դարձավ Հայաստանի Հանրապետության մինչ այս ունեցած պատմության մեջ ամենաշատ այցելուներ գրանցած ցուցադրությունը։ Մենք ավելի քան 55,000 այցելուներ ենք ունեցել։ Սա արդեն մեզ համար մի նիշ է սահմանում, որը պիտի փորձենք գերազանցել եւ դա բնականաբար անելու ենք։ Եվ այս տարի էլ ունենք արդեն պլանավորված ցուցադրություններ, բառացիորեն այս ամսվա վերջին պատմության թանգարանում ուրեմն Դրենցի թանգարանի հետ, որը Նիդերլանդների շատ հեղինակավոր թանգարան է, ունենանք ցուցադրության բացում սեպտեմբերի Լուվրի հետ համատեղ ցուցադրության բացում է պլանավորվում էլի պատմության թանգարանում։ Հաջորդ շաբաթ Հայաստանի ազգային պատկերասրահը կներկայացնի հայկական իմպրեսիոնիզմը Ֆրանսիայում։ Այս աշխատանքը մենք շատ ուրեմն ինտենսիվ խրախուսում ենք մեր թանգարանների կողմից։ Ես ինքս հաջորդ շաբաթ գտնվելու եմ Էստոնիայում, որտեղ Տարտուի համալսարանում օրինակ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ նման մի ցուցադրության հնարավորություն ունենալու մասնակցելու եւ սա նշանակում է, որ սա մեր ամենօրյա աշխատանքի մասն է եւ բնականաբար պետք է շարունակենք շատ ավելի այն ընդլայնել։ Ի խոսքով ուզում եմ բոլորիս շնորհավորել թանգարանների հերթական ուրեմն միջազգային օրվա եւ գիշերվա ուրեմն այս առիթի կապակցությամբ, որը մեզ հնարավորություն